Հայաստանի բնակչության թիվը կազմել է 3,84,400։ Քինալիսն կիլա արզումանդայում կողքեք հավատարներից։ Բնակչության առավել մեծ կուտակումն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում։ Ձեզ մատաղ, քահ գցիկ չիմել նորեն հրսանի գելել։ Սա Տիգրանի, Արցախցի Բաբոյի, Արաքսի ու Լորեցի Ապոյի ձայներն են, եւ նրանք ստեղծվել են արհեստական բանականությամբ։ Եթե երբևէ փորձել ես հայերեն տեքստից ձայն ստանալ ու օգտվել ես արտասահմանյան գործիքներից, հնարավոր է, որ այն հնչել է այսպես. Հայաստանի մշտական բնակչության թիվը 3,84,400 է։ Դրա համար հայ երիտասարդների մի խումբ լուծում է տվել խնդրին, ստեղծելով AI-ով գեներացվող ձայներ Wave գործիքում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում են տեքստ գրելու կամ voice թողելու նման ինչ-որ գործիքակազմի հետ, ձայներ մշակելու հետ, իրանց հաստատ Wave-ը կարող օգնի։ Մենք առաջինը չենք առհասարակ Հայաստանում, որ զբաղվում էին ձայնային տեխնոլոգիաներով, մինչ մեզ արդեն կային նմանատիպ լուծումներ, բայց խնդիրը արդեն որակի մեջ էր, ճշտության մեջ էր։ Մենք առաջարկում ենք երևի թե ամենալավը շուկայում։ Տեքստից խոսք փոխակերպման մեջ հայտնի են Amazon Polly, Google Cloud Text-to-Speech, Eleven Labs եւ նման այլ ծառայություններ։ Այս գործիքներն աջակցում են հարյուրավոր լեզուներ, բայց փոքր լեզուները կամ լիովին բացակայում են կամ ունեն թույլ աջակցություն։ Հայերենն այդ փոքր լեզուներից է, որի համար տարիներ շարունակ չկար որակյալ լուծում։ Մոդելներ ստեղծելու համար ձեզ պետք են աուդիոն, ձայնագրությունը եւ դրա համապատասխան ճշգրիտ տեքստը։ Հայերենով նման ինֆորմացիաներ, նման զույգեր շատ քիչ են հանդիպում։ Միջազգային կազմակերպությունները իրանք չեն կարողանում հայերենի համար բարձր արդյունք ցուցաբերել, գտնել, որտեղ կոնկրետ հայերենի համար չեն իրենք նախատեսել։ Իրանք ընդհանուր լուծում են առաջարկում։ Մեր հիմնական նպատակն է զարգացնել հայերենը, հայկականի համար այդ գործիքը, որը միջազգային խաղացողները չեն անում։ Wave-ով միայն տեքստից ձայն չէ, որ կարող ես ստանալ։ Աուդիո գրքեր, կրկնօրինակում ու այլ ծառայություններ նույնպես կան։ Ստարտափը ամեն օր նոր գործիքներ է մտածում տեսնելու համար ինչ պահանջներ ունի տեղական շուկան։ Ենթագրերի ավելացումն օրինակ հատկապես օգտակար է սոցցանցերում բովանդակություն ստեղծողներին։ Այն մարդիկ, ովքեր որ տեղադրում են այդ subtitle-ները, ձեռքով նստում վայրկյան, միլիվայրկյան ճշտությամբ այդ ամեն ինչը գրում են։ Մենք առաջարկում ենք այդ ամեն ինչի ավտոմատիզացիա, այսինքն դուք տեղադրում եք ձեր ձայնագրությունը, տեսաձայնագրությունը կամ YouTube-ի հղումը, ու մենք միլիվայրկյանի ճշտությամբ ստանում ենք տեքստը, տեղադրում տակը։ Ձեզ ընդհանրապես մնալու է ձևափոխեք, ձևավորեք ըստ ճաշակի կամ ավելացնեք սեփական ֆոնտը, տառատեսակը ու ինչ ուզում եք դրա հետ անեք ձեր սեփականությունը ինքը։ Որտեղ է պետք գալիս Wave-ը, այն օգտագործում են լրագրողները, նյութերը սղագրելիս, բլոգերներ, փոդքասթերներ, բիզնեսներ, բայց Wave-ը կարող է օգնել նաև ամենակենցաղային հարցերում։ Ունենք նաև մոբայլ հավելվածին փոխարինող Telegram bot-ը, որը շատ հարմար է ձեռքի տակ ունենալ։ Օրինակ կիրառության դեպք կարող եմ ասել, որ ձայնային հաղորդագրություն ստանալուց ուզում եք կարդալ կամ հակառակը տեքստ եք ստացել, կարող եք փոխակերպել ձայնի, այդ ամեն ինչ ընդամենը վայրկյանների ընթացքում ու բավականին հեշտացնում է կյանքը։ Թե լսելու, թե կարդալու առումով։ Wave-ում ձայները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով ոչ մեկի հեղինակային իրավունքները չխախտելու համար։ Կարեն Ավետիսյանը իր թիմով այդ ձայները ստեղծողն է։ Հարյուրավոր մոդելներից ընտրել ու ստանալ ձայները, սովորեցնել արհեստական բանականությանը, խոսել հայերեն։ Ձայնի սինթեզով զբաղվելը ընդհանրապես հետաքրքիր է, որովհետև այն նախնական մոդելները, որ մենք ենք տեսնում, կարող են շատ ինչ որ այլ մոլորակային ոնց որ ձայներ հանեն, հա, մեկ-մեր ինչ որ, չգիտեմ, գոյություն չունեցող բառեր ասեն ու այդպիսի բաներ, իհարկե այդ ամեն ինչը հետաքրքիր է, հա, մի կողմից ուրախանում ես, որ տես բաները ինչ որ ծիծաղելով, բանելով, հա, բայց փորձում եք դրանց դեմը ոնց որ առնենք, հա, ինչ որ հնարքներ ենք մտածում, ինչ որ ցանցերը փորձում ենք խաբել այդ նեյրոնային ցանցերը, ինչ որ sense բաներով, փորձում ենք տարբեր ձևերով այնպես անենք, որ այդ այլ մոլորակային ձայները չլինեն։ Ստարտափը նախատեսում է նաև ավելացնել այլ բարբառներ ու նույնիսկ արևմտահայերեն։ Ամեն նոր ձայն օգնում է տարբեր ոճով ու տրամադրությամբ տեքստը փոխանցել։ Ինձ համար ավելի հաճելի է Տիգրանի ձայնը լսել, իսկ որպես կնոջ ձայն ավելի հաճելի է Արաքսի ձայնը լսել։ Անունները փորձում ենք մաքսիմալ հայկական անուններ դնել։ Wave-ը ունի բաժանորդագրության մի քանի տեսակ։ Անվճար փաթեթում միայն ժամանակի վրա են սահմանափակումները, իսկ եթե ուզում եք ունենալ ձեր ունիկալ ձայնը իրական մարդու ձայնի հիման վրա, այդպիսի համագործակցություններ են առաջարկում։ Հարգելի բաժանորդ,
Ներկապահին բոլոր օպերատորները զբաղված են։ Խնդրում ենք սպասել։ Այս նյարդայնացնող արտահայտությունը չլսելու համար նույնպես լուծում են առաջարկում։ Որոշեցինք նոր պրոդուկտ ստեղծել, որը ավտոմատացնում է call center-ների աշխատանքը։ Ինքը նախատեսված է բանկերի կամ նման կազմակերպությունների համար, երբ զանգում ենք, ավտոմատ արդեն պատասխանում է բոտը մարդու փոխարեն ու լսում է, սկսում է անալիզ անել հարցը եւ եթե ինչ-որ շաբլոնով հարց է լինում, ինքը միանգամից տալիս է պատասխանը, հակառակ դեպքում արդեն միացնում է օպերատորին, այսինքն ինքը հեշտացնում է օպերատորների աշխատանքը, ոչ թե փոխարինում է իրեն։ Դուք զանգահարել եք Wave-ը, ինչով կարող եմ օգտակար լինել։ Բարև ձեզ, գործարքի հետ կապված խնդիր ունեմ։ Շատ բարի։ Խնդրում եմ նշել ձեր անունն ազգանունը։ Հովհաննես Պետրոսյան։ Մտածել են նաև հանդիպումների մասին։ Գործիքը թույլ է տալիս հետագայում պարզ տեսնել, թե ով ինչ ասաց։ Միտինգները ավտոմատ վերածվում են տեքստի, դարձնելով Wave-ը հարմար աշխատանքային գործիք։ Դրա համար ընդհանրապես հարկավոր է նրանց խոսակցության ձայնագրությունը, նրանք ներբեռնում են այն եւ արդյունքում մի քանի րոպեների ընթացքում ու նաեւ վայրկյանների ընթացքում ստանում են վերջնական իրենց սղագրությունը, ամեն խոսացողի համապատասխան տեքստը։ Wave-ն արդեն ունի մոտ 4000 օգտատեր։ Ստարտափը հասցրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստանալ 10 միլիոն դրամաշնորհ, չնայած ունի դեռ 1 տարվա պատմություն։ Առաջին անգամ մենք հարթակի մեկնարկումը եղել է նախորդ տարի Digitech 24-ի ժամանակ։ Այս Digitech 24-ի մեկնարկի գիշերը մենք սերվերներն էինք կարգի բերում, որ կարող ենք այդ օրը դիմավորենք մարդկանց, ինչ-որ խառը վիճակ էր, մի կողմից սերվեր էինք կարգի բերում, մյուս կողմից սեղանն էինք կարգի բերում, ինչ-որ շատ ֆանտաստիկ ժամանակ էր։ Բարև ձեզ, ես Ջիվանն եմ Հակոբյան, ներկայացնում եմ Wave Startup-ը։ Wave Startup-ը նախատեսված է հայերեն լեզվի համար տեքստից աուդիո եւ աուդիոից տեքստ ձևափոխությունների կատարելու համար։ Ինչպես Wave-ի թիմն է ասում, արհեստական բանականությունը ու իրենց գործիքը չեն եկել ինչ-որ մեկի աշխատանքն իրենցով անելու, այլ օգնելու տեխնիկական process-ները ավելի արագ ու հեշտ անելու։ Ստարտափի հիմնական գաղափարը հայերենի պահպանությունն է։ Wave-ը դա անում է հայերենին տալով թվային կյանք։